Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հուլիսի 2, քանի որ մեր սրտերը նրանով են ուրախանալու։ Սաղմոս 33:21։ Ինչ մեծ օրհնություն է, որ քրիստոնյաները կարող են ուրախանալ նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ։ Չնայած դժվարություններին ու ապրումներին, նրանք դեռ երգում են շատ թռչունների նման։ Ամենից հրաշալի երգում են անազատության մեջ։ Նրանց վրա թափվում են ալիքները, բայց նրանց հոգիները շուտով դուրս կգան ջրի երեսը և կտեսնեն Աստծո երեսի լույսը։ Նրանց հատուկ են կենսուրախությունն ու լավատեսությունը, որոնք թույլ են տալիս գլուխը բարձր պահել ու փոթորկի ժամանակ երգել։ Աստված դեռ ինձ հետ է։ Այս ամենի համար փառքն ում է պատկանում։ Անվիճելիորեն Հիսուսին, քանի որ ամեն բան նրանից է։ Ոչ թե փորձություններն են հավատացյալին մխիթարություն տալիս, այլ Աստծո ներկայությունը շիկացած հնոցում։ Այդ ներկայությունից նրա սիրտն ուրախությամբ է լցվում։ Նա հիվանդ է ու տանջվում է, սակայն Հիսուսն այցելում է նրան և հարդարում է նրա անկողինը։ Նա մահվան շերմին է և Հորդանանի սառը ջրերը հասել են պարանոցին, բայց Հիսուսը նրան գիրկն է առնում ասելով. «Մի վախեցիր, սիրելիս»։ Մահն ընդունելն օրհնություն է։ Մահվան ջրերն իրենց աղբյուրն ունեն երկնքում։ Դրանք դառնահամ չեն, այլ մեղրի նման քաղցր, քանի որ հոսում է շնորհքի գահից։ Այդ ընթացքում, երբ գնացող Սուրբը բարձրացող ալիքների միջով անցնում է հեղեղատը, ուժասպառ լինելով, մարմնով և սրտով ծանոթ ձայնը նրան ասում. «Մի վախենա, որովհետև ես քեզ հետ եմ, մի հուսահատվիր, որովհետև ես քո Աստվածն եմ»։ Երբ Սուրբը մահանում է անչափ անծանոթի սահմանին, զգուշանալով ստվերի թագավորություն մտնելուց, Հիսուսն ասում է. «Մի վախեցիր, քանի որ քո հորը բարեհաճեց թագավորությունը տալ քեզ»։ Այսպիսով զորակցությունն ու մխիթարությունն ստանալով Սուրբը չի վախենում մահանալուց։ Ընդհակառակը, նա նույնիսկ ուրախ է հեռանալու համար, քանի որ տեսնելով Հիսուսին որպես առավոտյան աստղ, նա ցանկանում է նայել նրան որպես արևի մի ողջ փայլով։ Ըստ էության, Հիսուսի ներկայությունը հենց այն երկինքն է, որին մենք ձգտում ենք։ Նա փառքն է լավագույն մեր օրերի և սփոփանքը մեր մոտ գիշերների։